Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա, հայտնում են կառավարությունից։ Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովին։ Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ։ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունը X-ի միկրոբլոգում գրառում է կատարել Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպման վերաբերյալ։ Հայաստանի հետ հարաբերությունները շարունակում են խորանալ աննախադեպ տեմպերով։ Նրանք քննարկել են Եվրամիության աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին, նշված է գրառման մեջ։ Երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող խնդիրներին են անդրադարձել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Ազգային ժողովի նախագահը ողջունել է ղազախական կողմի հայտարարությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ, ինչպես նաեւ Ղազախստանի աջակցությունը ուղղված երկու երկրների միջև կառուցողական երկխոսությանը։ Ալեն Սիմոնյանը նաեւ ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության ակտիվ ընդլայնմամբ։ Հանդիպումը կայացել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի Աստանա կատարած պաշտոնական այցի շրջանակում։ Աբովյան համայնքի բնակելի թաղամասերում աշխատանքային շրջայցերը եւ քաղաքացիների հետ հանդիպումները շարունակվում են։ Համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը օրերս 5-րդ միկրոշրջանում է եղել, որտեղ ներկաների հետ քննարկվել են քաղաքում առկա խնդիրներն ու նկատելի դրական փոփոխությունները։ Առանձնահատուկ խոսվել է համայնքի մաքրության, աղբահանության աշխատանքների բարելավման մասին։ Ոլորտային պատասխանատուների եւ բնակիչների հետ համայնքի ղեկավարը շրջել եւ տեղում ծանոթացել է նաեւ բարձրաձայնված խնդիրներին։ Թաղամասում բնակիչների խոսքով առաջնահերթությունը ճանապարհների բարեկարգման ասֆալտապատման հարցը։ Համայնքի ղեկավարի հանձնարարականով համապատասխան բաժինների կողմից կուսումնասիրվեն խնդիրները հետագա աշխատանքներում ներառելու նպատակով։ Մայիսի 16-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան, որտեղ կմասնակցի Թեհրանի երկխոսություն ֆորում 2025-ին։ Այցի ընթացքում նախատեսված են նաև աշխատանքային հանդիպումներ։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան նախապատրաստման փուլում է։ Այս մասին ճեպազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հրաժարվելով այցի վերաբերյալ որևէ մանրամասն հայտնել։ Ավելի վաղ արտաքին գործերի նախարարության խոսնականի Բադալյանը տեղեկացրել էր, որ Սերգեյ Լավրովը մոտ ապագայում կայցելի Հայաստան։ Ամսաթվի վերաբերյալ արտգործնախարարությունը կծանուցի այցին ավելի մոտ ժամկետներում։ Մայիսի 15-ը ընտանիքի միջազգային օրն է։ Այս տարի սոցիալական զարգացման երկրորդ համաշխարհային գագաթնաժողովին ընդառաջ այն բարձրաձայնում է ընտանիքներին աջակցող քաղաքականությունների կարևորության մասին, որպես կայուն զարգացման նպատակների օրակարգ 2030-ին հասնելու կարևոր միջոց։ Ընտանեկան աջակցության համապարփակ ու լավ մշակված քաղաքականություններն իրենց դրական ազդեցությունն են ունենում ոչ միայն անհատների ընտանիքների մասնավոր հատվածի վրա, այլև ընդհանրապես հասարակությունների վրա եւ ամրապնդում են երկրների կարողությունները դիմակայելու ժողովրդագրական փոփոխություններին, ասել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆլորենս Բաուերը։ Այդ քաղաքականությունները առանցքային ճանապարհներ են, որոնք օգնում են ավելի ներառական, իսկապես արդար, դիմակայուն եւ ի վերջո ավելի բարգավաճ հասարակություններ կառուցել։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ ուսումնասիրության համաձայն կանանց, տղամարդկանց եւ երեխաներին աջակցող քաղաքականությունների բացակայությունը հանգեցնում է զգալի սոցիալ-տնտեսական ծախսերի։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարածաշրջանում խնամքի եւ տնային աշխատանքների հիմնական պատասխանատուն շարունակում են կանայք լինել։ Արդյունքում Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում կանայք զգալիորեն ավելի շատ ժամանակ են ծախսում չվճարվող խնամքի վրա, քան տղամարդիկ, երբեմն 5 անգամ ավելի, եւ հաճախ կանայք կանգնում են աշխատանքի եւ ընտանիք կազմելու միջև ընտրության առջև։ Համապատասխան ռազմավարությունների պակասի արդյունքում կանայք չեն կարողանում իրացնել իրենց ողջ ներուժը, ինչն էլ հանգեցնում է տնտեսական արտադրողականության
նվազման եւ տնտեսության ընդհանուր աճի դանդաղման։ Կարևոր է, որ ընտանիքի ստեղծման եւ կայացման բոլոր փուլերում պետությունը համակողմանի աջակցություն տրամադրի, որպեսզի երեխա ունենալու եւ երեխաների թվի վերաբերյալ որոշումներն ամբողջությամբ կախված կլինեն անհատների կամքից եւ չսահմանափակվեն կրթության, աշխատանքի եւ զարգացման այլ հնարավորությունները բաց թողնելու անհանգստությամբ, նշում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը։ Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ, որում ասված է. Մայիսի 15-ը ընտանիքի միջազգային օրն է, որը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից սահմանվել է հասարակության մեջ ընտանիքների կարևոր դերը ընդգծելու եւ նրանց առջեւ ծառացած խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու նպատակով։ Մեզ հայերիս համար ընտանիքը բացարձակ արժեք է, որի լիարժեք ու առողջ զարգացումը կարևորելով ամենօրյա աշխատանքով ներդնում ենք մեծ ջանքեր։ Ամուր եւ բարձր արժեհամակարգով ընտանիքները կարևոր են քաղաքակիրթ հասարակության ձևավորման, համայնքների զարգացման եւ պետության առաջընթացի հարցում։ Այս առումով իմ անմիջական ուշադրությամբ ու հետևողականությամբ Աբովյանի համայնքապետարանը մեծածավալ աշխատանքներ է կատարում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների խնդիրները մեղմելու եւ անհրաժեշտ ծառայություններ մատուցելու ուղղությամբ։ Մեծապես կարևորելով խոցելի ընտանիքների կարիքները, Աբովյանի համայնքապետարանի սոցիալական ծրագրերի առողջապահության եւ տեղեկատվության բաժինը, Աբովյանի երեխաների աջակցության կենտրոն ՀՕԱԿ-ը պարբերաբար իրականացնում են կարիքների գնահատման ուղղորդման աշխատանքներ, խորհրդատվություններ, կազմակերպում ծնողավարման եւ մասնագիտական դասընթացներ։ Միաժամանակ համայնքապետարանի առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են շարունակում մնալ տեղահանված ընտանիքները, որոնց հետ տարվում են իրավական իրազեկման աշխատանքներ։ Սիրելի հայրենակիցներ, ընտանիքը յուրաքանչյուրիս համար առանցքային ու թանկ նշանակություն ունի, որին նվիրված այս գեղեցիկ օրվա առիթով շնորհավորում եմ բոլորիս, մաղթում քաջառողջություն, բարեկեցություն եւ ընտանեկան երջանկություն։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պարբերաբար տեղեկություններ են ստացվում տարբեր հանգամանքներով պայմանավորված հանրակրթական ուսումնական հաստատություններում դասապրոցեսի բնականոն ընթացքի խաթարումների, ուսուցիչ աշակերտ ծնող հարաբերություններում անհանդուրժողականության դրսևորումների վերաբերյալ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական ցանցերի ու զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ որոշ ուսուցիչների, աշակերտների եւ ծնողների կողմից պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք, ատելության խոսքի լայն տարածմամբ։ Միջադեպի առնչությամբ համացանցում շրջանառվել են նաեւ երեխաների մասնակցությամբ տեսանյութեր, որոնց հետագա տարածումը կարող է թիրախավորել երեխաներին։ Երեխաների թիրախավորումը պաշտպանը անթույլատրելի է համարում։ Պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում նաեւ այն, որ այս բոլոր գործընթացներում չեն ապահովում երեխաների կրթության եւ անվտանգ միջավայրում ապրելու եւ զարգանալու մանկավարժական աշխատողի մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը նսեմացնող գործողություններից պաշտպանված լինելու իրավունքը։ Միաժամանակ պաշտպանը հորդորում է Մերձավանի միջնակարգ դպրոցի միջադեպի վերաբերյալ երեխաների մասնակցությամբ նյութերի հրապարակման տարածման գործընթացում առաջնորդվել բացառապես անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ միջազգային եւ ներպետական չափորոշիչներով, առաջնահերթություն տալ երեխայի լավագույն շահին եւ երեխային չվնասելու սկզբունքին։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը անդրադառնալով օրեր առաջ կորած 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքների ընթացքին ասել է. ըստ էության տարատեսակ կարծիքներ էին հնչում մասնագետների կողմից, որ 30 սանտիմետր լուծաչափ ունեցող տիեզերալուսանկարներ ունենալու պարագայում կային մասնագետներ, որոնք չէին բացառում, որ հնարավոր կլինի իդենտիֆիկացնել ամեն դեպքում մանկահասակ երեխային այդ լուսանկարներով։ Կային նաև կարծիքներ, որ տեխնիկապես դա ուղղակի հնարավոր չէր լինի։ Սակայն այնուամենայնիվ, եթե անգամ պարզվի, որ այդ օրը կան առկա են որոշակի ընկերությունների կողմից տվյալ տեղանքի լուսանկարներ, մենք պետք է փորձենք անկախ նրանից տեխնիկապես հնարավոր կլինի իդենտիֆիկացնել, թե ոչ։ Առնվազն պարտավոր ենք հասկանալ կան այդպիսի լուսանկարներ եւ եթե կան փոխանցենք գործընկերներին։ Եվ վերջին 7-8 օրերի ընթացքում մեզ հետ երբևէ համագործակցություն ունեցած կամ երբևէ նույնիսկ նախկինում որևէ գործակցություն ունեցող միջազգային առաջատար ընկերությունների հետ, 2 տասնյակ ընկերությունների հետ ինտենսիվ աշխատանքներ են ունեցել։ Սակայն պետք է տխրությամբ ասեմ, որ վերջին լուսանկարները, որ որևէ ընկերությունից մեզ հայտնել են, որ արվել է տվյալ տեղանքին ապրիլի 26-ի են թվագրվում, ինչը բնականաբար ավելի վաղ ժամկետ է, քան այն օրը, երբ դեպքն է տեղի ունեցել։ Մենք ամենօրյա ռեժիմով իրականում աշխատում ենք, հույս ունենալով, որ առաջիկայում նաև կարող են հայտնի լինել գուցե թե այլ ընկերությունների մոտ տվյալը
մեկնոլորերի լուսանկարներ։ Վստահեցնում եմ, առավելագույնն է արվում, ասել է նախարարը։ Հայաստանում կսահմանվի պատասխանատվություն վարժական հավաքներից խուսափելու համար որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Ըստ այդմ վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով աշխատավարձի առավելագույնը 20-պատիկի չափով կամ ազատազրկմամբ 2 ամսից մինչև 3 տարի ժամկետով։ Անձը կազատվի քրեական պատասխանատվությունից, եթե կամովի ներկայանա եւ ներգրավվի վարժական հավաքին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր մայիսի 13-ին ժամը 20:45-ից 21:30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավ-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են պաշտպանության նախարարությունից։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը անդրադառնալով դիտարկմանը, որ թեև խաղաղության համաձայնագրի տեքստը պատրաստ է, սակայն Ադրբեջանը շարունակում է կրակել սահմաններին, Նյուզայմի հետ զրույցում ասել է, որ շարունակում են բանակցությունները Ադրբեջանի հետ։ Ֆիզիկապես հաշվառման վկայագրի եւ վարորդական վկայականի պլաստիկին զուգահեռ հնարավորություն կտանք թվային տիրույթում ունենալ նաեւ այս վկայագրերի թվայնացման տարբերակը եւ Հայաստանի տարածքում իրավաչափ ու թույլատրելի համարել նաեւ թվային տարբերակով վարորդական վկայականի ու հաշվառման վկայագրերի շրջանառությունը։ Այս մասին կառավարության մայիսի 15-ի նիստում ասել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը։ Եթե կա բարեկային ծառայության կողմից արձանագրված ճանապարհային երթևեկության որևէ կանոնի խախտում եւ եթե անձը չունի պլաստիկ վկայական, բայց կա թվային տարբերակով վկայականը, սա չի հանգեցնի որևէ վարչական պատասխանատվության կիրառման։ Սա նաեւ թույլ կտա գնալու երկրորդ փուլի զարգացման ճանապարհով, որովհետեւ հաշվառման վկայագրերի եւ վարորդական վկայականների դեպքում պիտի կարողանանք նաեւ լրացուցիչ բոնուսներ ապահովել մեր քաղաքացիների համար տարբեր ծառայությունների մատուցումից օգտվելու տեսանկյունից, ասել է նախարարը։ Որոշման նախագիծը ուժի մեջ կմտնի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը կառավարության այսօրվա նիստին հանդես է եկել առաջարկով 45,000-ից 30,000 դրամ վճարելով քաղաքացիներին հնարավորություն տալ արտահերթ մասնակցել վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական ու գործնական քննություններին։ Ըստ այդմ առաջարկում ենք առաջին անգամ բացասական ստանալու դեպքում հաջորդ օրը քննությանը մասնակցելու համար սահմանել հավելյալ վճարով քննությունը հանձնելու հնարավորություն, այն կկազմի 45,000 ՀՀ դրամի չափով եւ առաջին անգամ բացասական ստանալու դեպքում, եթե ոչ թե հաջորդ օրը անձը ցանկություն ունի այլ երրորդ օրը, ապա այս դեպքում կրկին էքստրա վճարի տրամաբանության մեջ եւս 30,000 ՀՀ դրամ վճարելու պայմանով անձը կարող է շատ ավելի սեմ ժամկետում հանձնելու քննությունը։ Բայց ուզում եմ նորից շեշտել, որ սա հավելյալ հնարավորություն է մեր քաղաքացիների համար, այսինքն ստանդարտ սպասելաժամանակը, որը 7 օր անց վերահանձնում է, սա պահպանում ենք։ Եթե անձը ցանկություն ունի եւ ունի հնարավորություն հավելյալ վճարի դիմաց ստանալու հավելյալ ծառայություն, ապա այս դեպքում թողնում ենք այս իրավական հնարավորությունը։ Բնականաբար առաջին անգամով միայն սահմանափակվել չենք կարող, որովհետև ունենք երկրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ անգամ նաեւ բացասական գնահատականի դեպքում վերահանձման հնարավորություն։ Այս դեպքում մեր օրենսդրությունը սահմանում է, որ ամենասեմ ժամանակը հաջորդ քննության դա 1 ամիս անց քննության վերահանձնումն է, այստեղ եւս սահմանել ենք ժամկետային որոշակի հնարավորություններ։ Երկրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ անգամ բացասական գնահատականի դեպքում 7-րդ օրը քննության մասնակցելու հնարավորություն եւ յուրաքանչյուր հաջորդ անգամ արդեն այս դեպքում 14-րդ օրը եւս քննությանը մասնակցելու հնարավորություն։ Նշենք, որ որոշման նախագիծը հաստատվել է կառավարության կողմից։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախաձեռնությամբ Վանաձորի մարզահամալիրում անցկացվել են դպրոցների առաջինից 3-րդ, 4-ից 6-րդ դասարանների միջև Սպորտլանդիա մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները փոխանցում են Կոտայքի մարզպետի աշխատակազմից։ 4-ից 6-րդ դասարանների միջև Սպորտլանդիա մարզական միջոցառման հաղթողի տիտղոսը նվաճել է Կոտայքի մարզի Նորհաչնի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը։ Առաջինից 3-րդ դասարանների միջև Սպորտլանդիա մարզական միջոցառման եզրափակիչ փուլում Կոտայքի մարզը ներկայացրել է եւ 4-րդ տեղն է զբաղեցրել Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցի թիմը։ Միջոցառման մասնակիցները նախարարության կողմից պարգևատրվել են մարզահագուստով եւ մարզագույքով, իսկ առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը գրաված թիմերը նաեւ գավաթներով ու մեդալներով։ Մրցանակակիրներին պարգևատրել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը։
Համաձայն օպերատիվ վիճակագրության մայիսի 14-ից 15-ին հանրապետությունում բացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 5-ը նախկինում կատարված։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության 3 դեպք, շորթման համակարգչային հանցագործության 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։ Գրանցվել է զենք զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրության համաձայն անցած մեկ օրում գրանցված 13 ավտովթարի հետևանքով 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք։ Հիդրոթերապևտաբանության և մոնիտորինգի կենտրոնից հայտնում են մայիսի 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Մայիսի 18-ի կեսօրից հետո 19-ին 20-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 16-ի ցերեկը 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժ գնացում 18-ից 23 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 15-ի ցերեկը նվազել է 2-ից 4 աստիճանով, մայիսի 16-ից 18-ին աստիճանաբար կբարձրանա 7-ից 10 աստիճանով։